Ինչ անել, երբ Քրիստոսի պատվիրանը քեզ տանում է դեպի կործանում, ոչ թե փրկություն։ Պատկերացրեք մի մարդու, ում ձեռքերում իր հոր ու պապի սրբազան արհեստն է, բայց մի օր անողոք թշնամին ներխուժում է նրա կյանք, սպառնալով ոչնչացնել ամեն ինչ։ Նա իր աչքով է տեսնում, թե ինչպես է իր հոր վերջին, անգին աշխատանքը փշրվում ու դառնում քարի կույտ, իսկ ավետարանը նրան շշնջում է. «Սիրիր քո թշնամուն»։ Ինչպես կարելի է սիրել, երբ քո ներսում միայն ատելություն է եռում։ Այս պատմության մեջ մենք կհետևենք մի հայ քրիստոնյայի, ով կանգնած է անելանելիության եզրին, երբ օրենքն ու մարդկային ուժը անզոր են, բայց ամենակարևորը, մենք միասին կբացահայտենք այն մոռացված զորությունը, որը թաքնված է Քրիստոսի ամենադժվար պատվիրանի խորքում, մի ուժ, որը կարող է ոչ միայն փրկել կորցրածը, այլև ամբողջությամբ փոխել անգամ ամենաքարսիստ թշնամուն։ Սա պարզապես պատմություն չէ, այլ ուղեցույց այն պահերի համար, երբ ձեր հավատքը ենթարկվում է ամենածանր փորձությանը։ Բաժանորդագրվեք հիմա և մեկնաբանություններում գրեք ձեր քաղաքի անունը։ Տեսնենք, մեզնից քանիսն ենք պատրաստ այս ճշմարտությանը։ Երևանի հին թաղամասի սրտում, որտեղ քարե շենքերը դեռ պահպանում էին անցյալ դարի շունչը, Գևորգի խաչքարագործական արհեստանոցը կանգնած էր որպես ժամանակի մի կենդանի վկա։ 45 տարեկան Գևորգի համար այդ վայրը սոսկ աշխատատեղ չէր, դա մի սրբավայր էր, որի օդը հագեցած էր տուֆի փոշու, սերունդների աղոթքի և չորացած անմոռուքների բույրով։ Նրա պապը այս պատերի ներսում էր իր հավատքը փոխանցել քարին, իսկ հայրը իր ողջ կյանքի իմաստությունը։ Յուրաքանչյուր անկյունում դրված անավարտ խաչքար մի պատմություն էր, յուրաքանչյուր մուրջ ու հատիչ մի սուրբ մասունք, որը սերնդեսերունդ փոխանցվել էր, պահպանելով իրենց ստեղծողների ձեռքերի ջերմությունը։ Այդ առավոտ սակայն սրբավայրի լռությունը պատռվեց, մի հսկա բուլդոզերի մետաղական մռնչյունը խախտեց թաղամասի դարավոր անդոռը, և շինարարական փոշու ամպը սկսեց նստել դեռևս չավարտված խաչքարերի նուրբ զարդանախշերի վրա, պղծելով դրանց սրբությունը։ Շուտով արհեստանոցի դռան մոտ կանգ առավ սև փայլուն ամենագնաց, որից ինքնավստահ տեսքով իջավ Տիգրանը, քաղաքում հայտնի մի կառուցապատող, որի անողոք համբավը նրանից առաջ էր ընթանում։ Նա, ձեռքին թղթապանակ, առանց բարևելու, ներս մտավ, իր հետ բերելով օծանելիքի սուր հոտ և սառը հաշվենկատ հայացք։ «Գևորգ վարպետ, լավ լուր ունեմ քեզ համար», ասաց նա, ձայնի մեջ թաքնված արհամարհանքով։ «Այս ամբողջ թաղամասը մաքրվելու է, այստեղ կառուցվելու է ժամանակակից բնակելի համալից։ Ես գնել եմ բոլոր հարակից տարածքները, մնացել է միայն քո այս խրճիթը»։ Գևորգը, որը զգուշորեն մաքրում էր իր հոր կիսատ թողած մի խաչքարի նուրբ քանդակները, դանդաղ շրջվեց։ Նրա հայացքում զարմանք չկար, այլ միայն խորը, ծանր տխրություն, կարծես նա վաղուց էր սպասում այս պահին։ «Այս խրճիթը իմ պապն է իր ձեռքերով կառուցել, պարոն Տիգրան։ Այս քարերը հիշում են իմ ընտանիքի պատմությունը, յուրաքանչյուր ճաքի մեջ մի աղոթք է թաքնված»։ Տիգրանը քմծիծաղ տվեց, ցուցադրելով իր ոսկե ատամը։ «Պատմությունը լավ բան է, բայց փող չի բերում։ Ես քեզ լավ առաջարկ եմ անում, տալիս եմ շուկայականից ցածր գին, բայց դա էլ քիչ չէ այս փլատակի համար։ Մի շաբաթ ժամանակ ունես մտածելու, հակառակ դեպքում իմ տեխնիկան այնքան էլ զգույշ չի լինի հարևանությամբ աշխատելիս»։ Նա թղթերը շպրտեց քարե սեղանին և դուրս եկավ, իր հետևից թողնելով լարվածություն և սպառնալիքի սառը շունչը, որը կարծես սառեցրեց արհեստանոցի տաք օդը։ Գևորգը մոտեցավ փոշոտ պատուհանին։ Նա տեսնում էր, թե ինչպես է բուլդոզերը արմատախիր անում ծիրանի ծառերը, որոնք տնկել էր իր հայրը, ամենամար դրանց պտուղներով հյուրասիրելով ողջ թաղամասին։ Նրա կինը, Անահիտը, 42 տարեկան մի կին, որի աչքերում դարերի իմաստություն կար, լուռ մոտեցավ նրան և դրեց ձեռքը ամուսնու ուսին։ Նրանց 18-ամյա որդին Վարդանը, որի արյան մեջ երիտասարդական եռանդն էր եռում, բռունցքները սեղմեց։ «Հայր, մենք սրան այսպես չենք թողնի, մենք կպայքարենք, սա մեր հողն է, մենք նրան ցույց կտանք, թե ով ենք մենք»։ Այդ երեկո Գևորգի տանը լարված լռություն էր տիրում։ Ընթրիքի սեղանի շուրջ ոչ ոք չէր խոսում։ Վարդանը չէր դիպչում ուտելիքին, նրա հայացքը հառած էր դատարկությանը, իսկ մատները անհանգիստ թմբկահարում էին սեղանին։ Անահիտը փորձում էր հանգստություն պահպանել, բայց նրա ձեռքերի դողը մատնում էր ներքին փոթորիկը։ Գևորգը նստել էր գլխիկոր, նրա մտքում անընդհատ պտտվում էին Տիգրանի խոսքերը։ Նա վերցրեց սեղանին դրված հին կաշեկազմ ավետարանը, որը իր պապից էր մնացել։ Նրա մատները սահեցին մաշված էջերով և կանգ առան լեռան քարոզի վրա։ Նա սկսեց կարդալ, բայց խոսքերը կարծես չէին հասնում նրա սրտին։ «Սիրեցեք ձեր թշնամիներին»։ Նա փակեց գիրքը։ «Ինչպես», մտածեց նա,
Ինչպես կարելի է սիրել նրան, ով եկել է քանդելու քո տունը, քո անցյալը, քո հիշողությունները։ Վարդանը, նկատելով հոր հայացքը, կտրուկ ասաց. «Մի կարդա դա, հայր, հիմա դրա ժամանակը չէ, հիմա գործելու ժամանակն է։ Ես վաղը կխոսեմ իմ ընկերների հետ, մենք կհավաքվենք, կփակենք փողոցը, թող բոլորը տեսնեն, թե ինչ անարդարություն է կատարվում»։ Անահիտը միջամտեց. «Վարդան, բռնությունը բռնություն է ծնում, մենք պետք է այլ ճանապարհ գտնենք»։ «Ինչ այլ ճանապարհ, մայր», բացականչեց Վարդանը, «աղոթենք, որ հրեշտակները իջնեն ու կանգնեցնեն բուլդոզերները։ Տիգրանը հրեշտակների լեզուն չի հասկանում, նա հասկանում է միայն ուժի լեզուն»։ Գևորգը լռում էր, նրա ներսում պայքար էր ընթանում արդար զայրույթի և քրիստոնեական խոնարհության միջև։ Հաջորդ օրը Գևորգը որոշեց դիմել օրենքի օգնությանը։ Նա գնաց մի հին փորձառու իրավաբանի, պարոն Սարգսյանի մոտ, որի գրասենյակը լի էր հնամաշ գրքերով և արդարության հանդեպ հավատը կորցրած մարդկանց պատմություններով։ Փաստաբանը, ակնոցը քթին, ուշադիր ուսումնասիրեց Տիգրանի թողած փաստաթղթերը, երկար թերթեց դրանք, ապա տխուր գլուխը թափ տվեց. «Ցավում եմ, Գևորգ ջան, ամեն ինչ օրինական է։ Նա ունի քաղաքապետարանի բոլոր թույլտվությունները, շինարարության լիցենզիա, սեփականության վկայականներ։ Թղթի վրա ամեն ինչ անթերի է, օրենքը նրա կողմն է»։ Գևորգը զգաց, թե ինչպես է իր վերջին հույսը մարում։ «Իսկ ինչ կարող ենք անել», հարցրեց նա հուսահատ ձայնով, «չի կարող լինել, որ ոչինչ անել հնարավոր չէ»։ Պարոն Սարգսյանը հառաչեց. «Կարող ենք դատի տալ, բայց դա կտևի ամիսներ, գուցե տարիներ, մինչ դատարանը որոշում կկայացնի, քո արհեստանոցի տեղում արդեն բարձրահարկ շենք կլինի»։ Տիգրանի նման մարդիկ գիտեն, թե ինչպես են աշխատում այս համակարգերը, նրանք միշտ մի քանի քայլ առաջ են։ Գևորգը դուրս եկավ փաստաբանի գրասենյակից, զգալով իրեն լիովին անզոր։ Փողոցում նրան էր սպասում Վարդանը ընկերների հետ։ «Դե ինչ ասաց, հա հայր», հարցրեց նա անհամբեր։ «Օգնեց»։ Գևորգը պարզապես գլուխը թափ տվեց։ Վարդանի ընկերներից մեկը, Արամը, առաջ եկավ. «Գևորգ հորեղբայր, մենք թույլ չենք տա, մենք գիշերը կգնանք ու նրանց տեխնիկան շարքից կհանենք, թող իմանան, որ այս թաղամասում տեր կա»։ Գևորգը նայեց երիտասարդների վառվող աչքերին և հասկացավ, որ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Նա զգում էր, որ ատելության ալիքը պատրաստվում է կլանել ոչ միայն իրեն, այլև իր որդուն։ Հաջորդ կիրակի օրը Գևորգի ընտանիքը, ինչպես միշտ, գնաց Սուրբ Սարգիս եկեղեցի, որի քարե պատերը կարծես ներծծել էին դարերի աղոթքներն ու հավատացյալների հոգսերը։ Խնքի բույրը, մոմերի տաք տրոփող լույսը և շարականների հոգեթով մեղեդին միշտ խաղաղություն էին բերում Գևորգի հոգուն, բայց այդ օրը նրա սիրտը ծանր էր, ինչպես իր արհեստանոցի անտաշ քարերից մեկը։ Նրա մտքերը անընդհատ պտտվում էին Տիգրանի սպառնալից խոսքերի, փաստաբանի հուսահատեցնող դեմքի և բուլդոզերի անողոք մռնչյունի շուրջ։ Նա նայում էր խորանի Քրիստոսի սրբապատկերին և կարծես հարցնում էր. «Տեր, ինչ անեմ, ինչպես պաշտպանեմ իմ հոր ժառանգությունը, առանց իմ հոգին կորցնելու և մեղքի մեջ ընկնելու»։ Այդ օրվա ավետարանի ընթերցումը կարծես ուղիղ պատասխան լիներ նրա չբարձրաձայնված հարցերին, մի պատասխան, որը ոչ թե մխիթարեց, այլ ավելի խորացրեց նրան ներքին պայքարը։ Քահանան, Տեր Դավիթը, մի իմաստուն և բարի հովիվ, որի սպիտակ մորուքը նրան առաքելական տեսք էր հաղորդում, կարդում էր Լեռան քարոզից հատվածներ։ Եվ հետո հնչեցին այն խոսքերը, որոնք դանակի պես խոցեցին Գևորգի սիրտը։ «Դուք լսել եք, որ ասվել է. «Սիրիր քո մերձավորին և ատիր քո թշնամուն»։ Իսկ ես ձեզ ասում եմ. սիրեցեք ձեր թշնամիներին, օրհնեցեք ձեզ անիծողներին, բարիք արեք ձեզ ատողներին և աղոթեք նրանց համար, ովքեր ձեզ հարածում են։ Արդ կատարյալ եղեք, ինչպես ձեր հայրը, որ երկնքում է, կատարյալ է»։ Գևորգը զգաց, թե ինչպես է իր ներսում ամեն ինչ սառչում։ Սիրել Տիգրանին, օրհնել այն մարդում, որը իր գործերով անիծում է իր ընտանիքի ապագան, աղոթել նրա համար։ Սա անհնարին էր թվում, անմարդկային, մի պահանջ, որը գերազանցում էր մարդկային ուժերը։ Նրա կողքին նստած Վարդանը անհանգիստ շարժվեց, կարծես ֆիզիկապես չէր կարողանում տանել այդ խոսքերը, և նրա շունչը կտրվեց։ Միայն Անհայիտն էր, որ հանգիստ լսում էր, հայացքը հառած խորանին, կարծես նրա համար այդ խոսքերը ոչ թե բեր էին, այլ խորհուրդ։ Սուրբ պատարագից հետո, երբ մարդիկ սկսեցին ցրվել, Գևորգը չկարողանալով հանգստացնել իր հոգու փոթորիկը, մոտեցավ Տեր Դավթին. «Հայր Սուրբ, կարելի է ձեզ հետ մի պահ խոսել»։ Տեր Դավիթը ջերմորեն ժպտաց և նրան հրավիրեց եկեղեցու բակում գտնվող քարե նստարանին, որի կողքին աճում էր մի հին թթենի։
Լսում եմ քեզ, որդիս, տեսնում եմ, որ հոգիդ անհանգիստ է, ինչպես փոթորկոց ծովը։ Գևորգը պատմեց ամեն ինչ՝ Տիգրանի այցի, սպառնալիքների, իրավաբանի անզորության և իր ներսում բորբոքված պայքարի մասին։ Տեր հայր, ես ամբողջ կյանքումս փորձել եմ ապրել Քրիստորյայի պես, պահել եմ պատվիրանները, հաչախել եմ եկեղեցի, բայց այսօրվա ավետարանը ես չեմ կարող։ Ինչպես կարող եմ սիրել մի մարդու, որը ցանկանում է ոչնչացնել իմ անցյալն ու ապագան, իմ պապի կառուցած տունը։ Միթե Քրիստոսը մեզանից անհնարինն է պահանջում։ Միթե մենք պետք է թույլ տանք, որ չարը հաղթանակի ձեռքներս ծալած նստելով։ Տեր Դավիթը լուր լսեց նրան, ապա մատնացույց արեց եկեղեցու պատին փորագրված մի հին խաչքարը, որի քանդակները ժամանակի ընթացքում հարթվել էին։ Տեսնում ես այդ խաչը, Գևորգ։ Այն քարից է, բայց կյանք է պատկերում, տառապանք և հարություն։ Մեր սուրբ հայրերը, որոնք ավելի դաժան փորձությունների միջով են անցել, մեզ սովորեցրել են, որ սիրել թշնանուն չի նշանակում զգալ ջերմություն կամ համակրանք նրա հանդեպ, ով քեզ վնասում է։ Դա զգացմունքի մասին չէ, այլ կամքի գիտակցված որոշման։ Դա նշանակում է հրաժարվել ատելությունից, որը կսպանի քո հոգին նախքան կհասնի թշնամուտ։ Դա նշանակում է աղոթել նրա փրկության համար, նույնիսկ եթե նրա գործերը դատապարտելի են։ Մեր առաջին կաթոլիկոսը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, 13 տարի տանջվեց խոր վիրապի գպում Տրդատ թագավորի հրամանով։ Բայց երբ թագավորը հիվանդացավ, ով բժշկեց նրան։ Այն նույն մարդը, ում նա տանջում էր։ Լուսավորչի սերը զգացմունք չէր, այլ Աստծո զորության դրսևորում։ Նա ատելությանը պատասխանեց բժշկությամբ։ Գևորգը լսում էր, բայց նրա սիրտը դեռևս չէր հանգստանում, խոսքերը իմաստուն էին, բայց նրա իրավիճակում անկիրառելի թվացող։ Բայց ինչ աներ գործնականում, Տեր հայր։ Նստել և սպասել, թե երբ է նա քանդելու իմ տունը, իմ հոր արհեստանոցը։ Ոչ, որդիս, պատասխանեց քահանան, ձայնը փափկացնելով։ Աղոթքը գործողություն է, ամենահզոր գործողությունը, բայց այն չի բացառում մարդկային ջանքը։ Դու պետք է պաշտպանես քո ընտանիքը և քո ժառանգությունը, բայց հարց այն է, թե ինչ զենքով ես դա անելու՝ ատելությամբ, բռնությամբ, թե Քրիստոսի տված իմաստությամբ։ Նախ փորձիր մարդկային օրենքի ճանապարհը, ինչպես արդեն արել ես, բայց մի մոռացիր, որ քո իրական ուժը ոչ թե փաստաբանի մեջ է, այլ քո աղոթքի և հավատքի։ Գնա տուն, Գևորգ, հավաքիր ընտանիքդ, բացեք ավետարանը և միասին խնդրեք Աստծուց իմաստություն։ Երբեմն պատասխանը գալիս է ոչ թե փոթորքի, այլ մեղմ շշունջի միջոցով։ Տեր Դավթի խոսքերը մի փոքր հույս ներշնչեցին Գևորգին, մի հույս, որ դեռ ելք կա։ Նա որոշեց հետևել քահանայի խորհրդին, թեև դեռ լիովին չէր հասկանում, թե ինչպես դա կարող է օգնել։ Այդ երեկո Գևորգի տանը հավաքվել էին ոչ միայն նրա ընտանիքի անդամները, այլև նրա կրտսեր եղբայրը Լևոնը, մի գործնական և տաքարյուն տղամարդ, ով քաղաքում փոքրիկ խանութ ուներ և ավելի շատ հավատում էր փողի և կապերի ուժին, քան աղոթքի։ Ընթրիքի սեղանը գցված էր, բայց ուտելիքը սառել էր, քանի որ մթնոլորտը լարված էր։ Ես լսեցի, թե ինչ է պատահել, սկսեց Լևոնը, ձայնը կոշտ։ Եվ ես ձեզ ասեմ, որ դուք սխալ եք վարվում։ Փաստաբաններ, եկեղեցի, դրանք հեքիաթներ են։ Տիգրանի նման մարդկանց հետ պետք է խոսել իրենց լեզվով։ Ուժի լեզուն, կտրուկ ասաց Լևոնը։ Ես ունեմ ծանոթներ, որոնք կարող են նրա վրա այնպիսի կեղտ գտնել, որ նա կմոռանա մեր թաղամասի ճանապարհը, կամ կարելի է մի փոքր վախեցնել։ Թող նրա թանկարժեք ամենագնացի անիվները մի առավոտ պայթած լինեն։ Թող հասկանա, որ մեզ հետ կատակ անել չի կարելի։ Վարդանը ոգևորված նայեց հորեղբորը։ Լևոն հորեղբայրը ճիշտ է ասում, հայր, մենք պետք է պատասխան տանք։ Գևորգը վերցրեց սեղանին դրված ավետարանը։ Եկեք տեսնենք, թե ինչ է ասում Տերը։ Նա բացեց գիրքը, բայց հենց այդ պահին Լևոնը ձեռքով հարվածեց սեղանին։ Հերիք է, Գևորգ, այս գիրքը քեզ չի փրկի։ Մինչ դու այստեղ աղոթքներ ես կարդում, Տիգրանը քո տունը հողին է հավասարեցնում։ Դու պետք է ընտրություն կատարես, կամ քո ընտանիքն ես, կամ քո այս իդեալները։ Անահիտը, որը մինչ այդ լուռ էր, խոսեց. Լևոն, դու սխալվում ես, Գևորգի ուժը հենց այդ գրքի մեջ է։ Մեր պապերը այս հավատքով են պահել մեր հողը, ոչ թե բռնությամբ։ Ընտանիքը բաժանվեց երկու ճամբարի։ Մի կողմում Լևոնն ու Վարդանն էին, ռեալիստները, որոնք պահանջում էին անհապաղ և կոշտ գործողություններ։ Մյուս կողմում Անահիտը, որը պաշտպանում էր հավատքի ճանապարհը։ Իսկ Գևորգը կանգնած էր մեջտեղում, երկու կրակի արանքում, զգալով, թե ինչպես է Քրիստոսի խորհուրդը ոչ թե լուծում դառնում, այլ ընտանիքը բաժանող սուր։
Ընտանեկան բուռն վեճից հետո մի քանի օր շարունակ Գևորգը փակվեց իր արհեստանոցի լռության մեջ, փորձելով կարգի բերել իր մտքերը և լսել իր սրտի ձայնը։ Նա նայում էր իր շուրջը եղած անավարտ խաչքարերին, իր հոր և պապի գործիքներին և զգում էր նրանց ոգու ներկայությունը։ Նա գիտեր, որ Լևոնի առաջարկած ճանապարհը, վրեժի և ուժի ճանապարհը, տանում է դեպի հոգևոր կործանում, նույնիսկ եթե այն կարող էր ժամանակավոր հաղթանակ բերել։ Միևնույն ժամանակ, Տեր Դավթի խորհուրդը սիրել թշնամուն այնքան վերացական ու անհասանելի էր թվում, որ նա չգիտեր, թե որտեղից սկսել։ Նա որոշեց մի բան անել, մի քայլ, որը կլիներ ոչ թե ատելության, այլ հավատքի դրսևորում, նույնիսկ եթե այդ հավատքը սինանման սերմի չափ փոքր էր։ Նա վերցրեց տուֆի մի փոքրիկ գեղեցիկ կտոր և մի քանի օր շարունակ իր ողջ վարպետությունը ներդնելով քանդակեց մի նուրբ խաչքար։ Դա մեծ գործ չէր, բայց դրա յուրաքանչյուր գծի մեջ նա դրել էր իր աղոթքը, իր հույսը, իր պայքարը։ Նա աղոթում էր ոչ թե Տիգրանի համար, այլ իր սեփական հոգու համար, որպեսզի Աստված իրեն ուժ տա չատելու։ Երբ խաչքարը պատրաստ էր, նա այն զգուշորեն փաթաթեց մաքուր կտորի մեջ և, հաղթահարելով իր հպարտությունն ու վախը, ուղևորվեց դեպի Տիգրանի շքեղ գրասենյակը, որը գտնվում էր քաղաքի կենտրոնում, մի փայլուն ապակեպատ շենքում։ Տիգրանի քարտուղարուհին զարմացած նայեց Գևորգի հասարակ աշխատանքային հագուստին, բայց այնուամենայնիվ զեկուցեց նրա ժամանման մասին։ Մի քանի րոպե անց Գևորգին հրավիրեցին ներս։ Տիգրանը նստած էր իր հսկայական մահուդե սեղանի հետևում, շրջապատված հաջողության և իշխանության բոլոր խորհրդանիշներով։ Նա զարմացած, բայց միևնույն ժամանակ արհամարհական հայացքով նայեց Գևորգին։ «Ինչ ես ուզում, վարպետ, եկել ես ընդունելու իմ առաջարկը»։ Գևորգը լուռ մոտեցավ սեղանին և զգուշորեն կտորի միջից հանեց փոքրիկ խաչքարը։ Նա դրեց այն սեղանին։ «Սա ձեզ համար է», ասաց նա հանգիստ ձայնով, որը հազիվ էր լսվում սենյակի լռության մեջ։ «Ես սա պատրաստեցի ձեզ համար։ Թող Աստված օրհնի ձեր աշխատանքը և ձեր ընտանիքը»։ Տիգրանը մի պահ քարացավ։ Նա վերցրեց խաչքարը, զննեց այն իր մատների արանքում, կարծես գնահատելով դրա արժեքը։ Գևորգի սրտում մի փոքրիկ հույսի կայծ թրքռաց։ Գուցե սա կաշխատի, գուցե մարդկային բարությունը կարող է հալեցնել ամենասառը սիրտը։ Բայց հետո Տիգրանը ծիծաղեց։ Դա սառը դատարկ ծիծաղ էր։ Նա շրջվեց և առանց վարանելու ցուցադրաբար խաչքարը նետեց իր սեղանի կողքին դրված աղբամանի մեջ։ Քարի, մետաղին դիպչելու ձայնը Գևորգի ականջներում հնչեց որպես կոտրվող ապակու ձայն։ «Ինձ քո քարերը պետք չեն», ասաց Տիգրանը, շրջվելով դեպի նա, աչքերը սառը և անողոք։ «Ինձ քո հողն է պետք, իսկ հիմա դուրս եկին գրասենյակից»։ Գևորգը դուրս եկավ, զգալով իրեն ջախջախված, նվաստացած և դատարկված։ Նրա հավատքի փոքրիկ սերմը ոչ միայն չէր ծլել, այլև տրորվել էր անտարբերության կոշիկի տակ։ Այդ երեկո Գևորգը վերադարձավ տուն, հոգին ավելի ծանր, քան երբևէ։ Նրա ձախողումը դարձավ Լևոնի և Վարդանի համար իրենց ճշմարտացիության ապացույցը։ «Տեսա՞ր եղբայր», ասաց Լևոնը հաղթական տոնով։ «Տեսա՞ր, թե ինչ արժե քո խոնարհությունը այս աշխարհում։ Դու նրան բարություն ես տալիս, նա թքում է դեմքիդ։ Հիմա հասկացա՞ր, որ մենք պետք է գործենք»։ Վարդանը լուռ էր, բայց նրա հայացքում կարդացվում էր հիասթափություն և զայրույթ։ Գևորգը ոչինչ չպատասխանեց։ Նա գնաց իր սենյակ, վերցրեց ավետարանը, բայց այս անգամ չէր կարողանում կարդալ։ Տառերը պարում էին նրա աչքերի առաջ, իսկ Քրիստոսի խոսքերը հնչում էին որպես ծահր։ Նա զգում էր, որ մոլորվել է, որ կանգնած է մի խաչմերուքում, որտեղ բոլոր ճանապարհները տանում են դեպի փակուղի։ Նա չգիտեր ում լսել՝ իր եղբորը, իր քահանային, թե իր սեփական կասկածներով լի սրտին։ Անահիտը մտավ սենյակ և լուռ նստեց նրա կողքին։ «Մի հանձնվիր, Գևորգ», ասաց նա մեղմորեն։ «Դու ճիշտ բան արեցիր։ Գուցե սերմը ընկավ քարքարոտ հողի վրա, բայց դու այն ցանեցիր։ Մնացածը Աստծո ձեռքերում է»։ «Բայց ես ուժ չունեմ այլևս, Անահիտ», խոստովանեց Գևորգը։ «Ես փորձեցի և ես ձախողվեցի։ Ես չգիտեմ, թե ինչպես սիրել թշնամուն, երբ նա քեզ ատում է»։ Անահիտը վերցրեց նրա ձեռքը։ «Գուցե մենք սխալ ենք հասկանում այդ խոսքերը։ Գուցե սիրել չի նշանակում անպայման ինչ-որ բան անել։ Գուցե դա նշանակում է նախևառաջ ինչ-որ բան չանել, չատել, չվրեժխնդիր լինել, պարզապես թույլ չտալ, որ նրա չարությունը մտնի քո սիրտը։ Վաղը կգնանք Տեր Դավթի մոտ, բայց այս անգամ ոչ թե հարցեր տալու, այլ պարզապես լսելու»։ Հաջորդ օրը նրանք կրկին եկեղեցու բակում էին։
Տեր Դավիթը, լսելով Գևորգի պատմությունը, տքուր ժպտաց. «Դու քաջ քայլ ես արել, որդիս, բայց դու սպասում էիր, որ քո մեկ բարի գործը անմիջապես կփոխի աշխարհը։ Քրիստոսի ճանապարհը մարաթոն է, ոչ թե սպրինտ։ Դու փորձեցիր բարիություն անել, բայց քո սրտում դու սպասում էիր արդյունքի, սպասում էիր, որ Տիգրանը կփոխվի, իսկ Քրիստոսը մեզ կանչում է բարիություն անել անկախ արդյունքից։ Նա իր արևը ծագեցնում է և չարերի, և բարիների վրա։ Նրա սերը պայմանական չէ»։ Գևորգը հարցրեց. «Բայց ինչ պետք է անեմ հիմա, Տեր Հայր, ես զգում եմ, որ իմ հավատքը սպառվում է»։ Քահանան մատնացույց արեց մոտակա խաչքարը։ «Ինչպես ես դու ստեղծում քո խաչքարերը, Գևորգ, դու վերցնում ես կոպիտ քարը և սկսում ես հարվածել նրան։ Առաջին հարվածներից քարը չի դառնում արվեստի գործ, պետք են հարյուրավոր, հազարավոր համբերատար հարվածներ, որպեսզի քարից ծնվի պատկերը»։ Այդպես էլ մեր հոգին է։ Քո առաջին փորձը առաջին հարվածն էր։ Հիմա պետք է շարունակել։ Ոչ թե նվերներ տանելով, այլ քո ներսում աշխատելով։ Ամեն անգամ, երբ ատելության միտք է գալիս, փոխարինիր այն աղոթքով։ Ամեն անգամ, երբ վրեժի ցանկություն է առաջանում, կարդա ավետարանից մի տող։ Դա քո հոգու արհեստանոցն է, և դու պետք է դառնաս քո սեփական սրտի վարպետը։ Գևորգը լսում էր և առաջին անգամ սկսում էր հասկանալ, որ սիրել թշնամուն պատվիրանը ոչ թե արտաքին գործողությունների մասին է, այլ ներքին, ամենօրյա, տքնաջան աշխատանքի։ Տեսնելով, որ Գևորգի համառությունը չի կոտրվում ոչ սպառնալիքներով, ոչ էլ նվաստացումներով, Տիգրանը որոշեց փոխել իր մարտավարությունը և հարվածել ամենացավոտ տեղին՝ ընտանիքի պատվին ու բարի համբավին։ Մի քանի օր անց տեղական ոչ այնքան հայտնի մի թերթում հայտնվեց մի ծավալուն հոդված՝ «Հետամնացության խարիսքը զարգացող քաղաքում» վերնագրով։ Հոդվածում առանց անուններ տալու, բայց բավականին թափանցիկ ակնարկներով նկարագրվում էր մի ագահ արհեստավորի ընտանիք, որը իր անձնական շահերից ելնելով խոչընդոտում է մի ամբողջ թաղամասի բարեկարգմանը, մերժում է առատաձեռն փոխհատուցումը և մյուս բնակիչներին զրկում ժամանակակից բնակարաններ ստանալու հնարավորությունից։ Գևորգը ներկայացվում էր որպես համառ, հետամնաց մարդ, ով կառչել է անցյալից և չի մտածում համայնքի բարօրության մասին։ Սուտը, համեմված կիսաճշմարտություններով և մատուցված կարեկցանքի սոուսով, սկսեց իր թունավոր գործը։ Լուրերը արագորեն տարածվեցին փոքրիկ թաղամասում, որտեղ բոլորը բոլորին ճանաչում էին։ Մարդկանց շշուկները, կողքից նետված թեք հայացքները և սառը լռությունը դարձան ավելի ցավոտ, քան ցանկացած բացահայտ սպառնալիք։ Ճնշումը դարձավ ոչ թե վերացական, այլ ֆիզիկապես շոշափելի, մի մածուցիկ սարդոստայն, որը օրեցօր ավելի էր խճճվում Գևորգի ընտանիքի շուրջը։ Այդ ամենի գագաթնակետը եղավ շաբաթ օրը շուկայում։ Անահիտը, ինչպես միշտ, գնացել էր գնումներ կատարելու։ Նա մոտեցավ կանաչեղեն վաճառող տիկին Մարոյին, ում հետ տարիներ շարունակ բարեկամություն էր անում, և ում երեխաները մեծացել էին իր աչքի առաջ։ «Բարև Մարո ջան», ասաց Անահիտը ժպտալով, «ինձ մի կապ թարխուն կտաս»։ Տիկին Մարոն, խուսափելով նրա հայացքից, ձևացրեց, թե զբաղված է և չորտ պատասխանեց. «Թարխունը վերջացել է»։ Անահիտը զարմացավ, քանի որ նրա աչքի առաջ դրված էր թարմ թարխունի մի մեծ կույտ։ Նա մտածեց, որ գուցե կինը չլսեց, և մոտեցավ հարևան վաճառասեղանին, որտեղ պանիր էր վաճառում պապիկ Ասատուրը։ Բայց այնտեղ էլ նույն պատկերն էր։ Երեկվա բարեկամ հարևանները մեջք էին շրջում, ձևացնում, թե չեն տեսնում, կամ սառը պատասխանում, որ ապրանք չունեն։ Անահիտը կանգնած էր մարդաշատ շուկայի մեջտեղում, դատարկ զամբյուղը ձեռքին, և զգում էր իրեն լիովին մենակ ու անտեսված։ Նա հասկացավ, որ Տիգրանի թույնը հասել է մարդկանց սրտերին։ Նա տուն վերադարձավ առանց գնումների, բայց դեմքին ավելի ծանր բեռ կար, քան ցանկացած զամբյուղ։ Նա ոչինչ չասաց, բայց Գևորգը ամեն ինչ հասկացավ նրա աչքերից։ Այդ օրը նրանց տանը ոչ ոք չընթրեց։ Հանրային ամոթը ներս էր սողոսկել նրանց տուն և սկսել էր ներսից քայքայել ընտանեկան ոգին։ Ճնշումը գնալով ուժեղանում էր։ Լևոնը կրտին եկավ, այս անգամ ավելի զայրացած։ «Հիմա գոհ ես, Գևորգ, քո սրբություն խաղալու պատճառով մեր ընտանիքի անունը ընկել է կեղտի մեջ, մարդիկ մեզնից երես են թեքում, սա էր քո սիրել թշնամունը։ Դու ոչ միայն քեզ ես կործանում, այլև մեզ բոլորիս քաշում ես քո հետևից»։ Այս անգամ նույնիսկ Անահիտի հավատքը սկսեց տատանվել։ «Գևորգ», ասաց նա երեկոյան, երբ նրանք մենակ էին, «գուցե Լևոնը ճիշտ է, գուցե մենք պետք է ինչ-որ բան անենք, միթե Աստված ուզում է, որ մենք այսպես նվաստանանք։ Ինչ կասեն մարդիկ, մեր երեխաները ինչպես պետք է ապրեն այս թաղամասում»։
Ինչ կասեն մարդիկ արտահայտությունը Գևորգի համար դարձավ ամենասարսափելի դատավճիռը։ Նա հասկանում էր, որ Քրիստոսին հետևելը նշանակում է գնալ հոսանքին հակառակ, բայց նա պատրաստ չէր, որ այդ հոսանքը կլինի իր իսկ հարազատների և հարևանների արհարմարհանքը։ Նրա ներսում կասկածի որդը սկսեց կրծել նրա հավատքը։ Գուցե ինքը սխալ է հասկացել ավետարանը, գուցե այդ խոսքերը բառացի ընդունելու համար չեն, գուցե կա մի ոսկե միջին, մի փողզիջում աշխարհի և Աստծո միջև։ Այս մտքերով տանջված նա կրկին գնաց Տեր Դավթի մոտ, բայց այս անգամ նրա հարցերը տարբեր էին. «Տեր հայր, Ես այլևս չգիտեմ ինչպես աղոթել։ Ես փորձում եմ հետևել Քրիստոսի խորհրդին, բայց իմ կյանքը քանդվում է։ Իմ ընտանիքը տառապում է, իմ բարի անունը ոտնակոխ է արված։ Միթե սա է Աստծո կամքը։ Գուցե ես պետք է ավելի խելամիտ լինեմ, գուցե պետք է փողզիջման գնամ։ Ինչպես կարող եմ պահպանել իմ քրիստոնեական արժանապատվությունը, երբ ինձ հրապարակավար ամաչեցնում են»։ Տեր Դավիթը երկար լռեց, ապա խորը հայացքով նայեց Գևորգին. «Գևորգ, դու հարցնում ես, թե ո՞րն է Աստծո կամքը։ Իսկ մեր Տերը, երբ նրան մերկացնում էին, ծեծում ու թքում էին դեմքին Գողգոթայի ճանապարհին, պահպանում էր իր արժանապատվությունը մարդկային տեսանկյունից։ Ոչ, նա կրում էր մեր ամոթը։ Դու խոսում ես փողզիջման մասին, բայց ինչ փողզիջում կարող է լինել ճշմարտության և ստի միջև։ Դու հիմա անցնում ես մի ճանապարհով, որտեղ քո հավատքը մաքրվում է կրակի միջով։ Աշխարհը քեզ առաջարկում է հեշտ ելք՝ մի փոքր ստիր, մի փոքր վախեցրու, մի փոքր զիջիր քո սկզբունքներից, և ամեն ինչ լավ կլինի։ Բայց Քրիստոսը մեզ ցույց է տալիս նեղ դուռը։ Դու հասել ես մի կետի, որտեղ պետք է ընտրես, ում կարծիքն է քեզ համար ավելի կարևոր՝ մարդկանց, թե Աստծո։ Գևորգը վերադարձավ տուն առանց հստակ պատասխանի, բայց մի նոր, ավելի խորը հարցով իր հոգում։ Նա գիտակցում էր Քրիստոսի խորհրդին բառացիորեն հետևելու ողջ դժվարությունը։ Նա հասկանում էր, որ այդ ճանապարհը պահանջում է ոչ միայն բարի գործեր, այլև պատրաստակամություն, կրելու հանրային ամոթը, մենակությունը և անգամ սիրելիների թյուրիմացությունը։ Նա հավատում էր, բայց կասկածում էր, թե արդյոք ունի բավարար ուժ այդ ճանապարհով մինչև վերջ գնալու համար։ Հասնելով հոգեկան ուժասպառության եզրին, երբ իրեն թվում էր, թե և մարդիկ, և Աստված լքել են իրեն, Գևորգը մի առավոտ վեր կացավ, ոչինչ չասաց ոչ Անահիտին, ոչ էլ Վարդանին, և առանց որևէ բան վերցնելու դուրս եկավ տանից։ Նա քայլում էր առանց նպատակի, ոտքերը իրենք էին տանում նրան քաղաքից դուրս, դեպի լեռները։ Մի քանի ժամ անց նա հասավ մի հին կիսավեր վանքի, որը ծվարել էր ժայռի լանջին, կարծես աշխարհից թաքնված։ Վանքում ապրում էին ընդամենը մի քանի վանականներ։ Նա պարզապես գտավ մի հանգիստ անկյուն վանքի բակում, մի քարի վրա նստեց և սկսեց նայել դատարկությանը։ Նա չէր աղոթում, քանի որ բառեր չուներ։ Նա չէր մտածում, քանի որ մտքերը սպառվել էին։ Նրա հոգին լուռ էր, մի լռություն, որը գալիս է ոչ թե խաղաղությունից, այլ լիակատար հուսահատությունից։ Նա այնտեղ նստեց ժամեր շարունակ, արևի տակ, անշարժ, ինչպես իր կերտած խաչքարերից մեկը։ Նա դիտում էր, թե ինչպես են վանականները զբաղվում իրենց ամենօրյա գործերով, ինչպես է քամին խաղում հին պատերի քարերի արանքում աճած խոտերի հետ։ Այդ պահին նա ոչինչ չէր փնտրում, ոչ մի պատասխան, ոչ մի նշան։ Երեկոյան, երբ արևը սկսեց մայր մտնել, լեռները ներկելով ոսկեգույնով, Գևորգը ականատես եղավ մի պարզ, բայց խորիմաստ տեսարանի։ Վանքի բակում խաղում էր մի փոքրիկ տղա, հավանաբար մոտակա գյուղից։ Նրա կողքով անցավ մի թափառող քոսոտ շուն։ Տղան առանց որևէ պատճառի վերցրեց մի սուր քար և նետեց շան ուղղությամբ։ Քարը դիպավ շան թաթին, և կենդանին ցավից կենկենքաց։ Այդ պահին վանքի խցից դուրս եկավ մի ալեհեր վանական։ Նա տեսավ տղայի արարքը։ Գևորգը սպասում էր, որ վանականը կբարկանա տղայի վրա, կխրատի նրան։ Բայց վանականը ոչինչ չասաց, նա հանգիստ մոտեցավ, վերցրեց այն նույն քարը, որը տղան նետել էր, և մի պահ պահեց այն իր ձեռքում։ Գևորգը մտածեց, որ նա քարը հետ է նետելու տղայի ուղղությամբ, որպեսզի նա զգա իր արարքի ցավը։ Բայց վանականը փոխարենը մոտեցավ վանքի կիսավեր պարսպին, որտեղ մի մեծ ճեղքվածք կար, և զգուշորեն դրեց այդ քարը պարսպի հիմքում, լրացնելով բացը։ Նա ոչինչ չարեց, պարզապես մի չար գործիքը դարձրեց շինանյութ։ Այդ պահին Գևորգի մտքում մի բան կայծակի պես փայլատակեց, նա հանկարծ հասկացավ։
Նրա շունչը կտրվեց, և նրա աչքերը լցվեցին արցունքներով ոչ թե տխրության, այլ ցնցող բացահայտման։ Նա հասկացավ, որ սիրիր քո թշնամուն ոչ թե պասիվ հանդուրժողականության կամ զգացմունքային ներողամտության կոչ է, դա ոչ թե թույլի դիրքորոշում է, այլ ամենահզորի։ Դա նշանակում է ոչ թե պարզապես հանդուրժել քո դեմ ուղված չարիքը, այլ վերցնել այդ չարիքի էներգիան և այն վերափոխել, վերածել բարիքի, չզիջել, այլ հարվածը վերահասցեագրել դեպի արարում։ Տղան քարը վետեց ոչնչացնելու, ցավ պատճառելու համար։ Վանականը վերցրեց այդ նույն քարը և օգտագործեց այն կառուցելու, վերականգնելու համար։ Նա չեզոքացրեց չարիքը, այն դարձնելով բարու գործիք։ Գևորգը գլուխը բռնեց ձեռքերով։ Նրա մտքով անցան իր բոլոր նախորդ փորձերը։ Նա նվեր էր տարել Տիգրանին, սպասելով, որ դա կփոխի Տիգրանին։ Նա փորձում էր ներքուստ չատել, պայքարելով իր զգացմունքների դեմ։ Նա կենտրոնացած էր ինքն իր վրա, իր պայքարի, իր ցավի վրա։ Բայց Քրիստոսի խորհուրդը Տիգրանին փոխելու մասին չէր, այն Գևորգին փոխելու մասին էր։ Դա կոչ էր վերցնելու Տիգրանի կողմից նետված քարերը, սպառնալիքները, զրպարտությունը, նվաստացումը և դրանք օգտագործել ոչ թե պաշտպանական պատ կառուցելու, այլ մի նոր, ավելի գեղեցիկ բան ստեղծելու համար։ Այդ պահին Քրիստոսի խոսքերի ողջ պարզությունն ու հանճարեղությունը բացվեցին նրա առաջ։ Այն այնքան պարզ էր, որ նա չէր հավատում, թե ինչպես մինչև հիմա չէր հասկացել։ Գևորգը վեր կացավ, նրա մեջքը ուղղվեց, հայացքը պարզվեց։ Նա այլևս ջախջախված և հուսահատ մարդ չէր։ Նա մի վարպետ էր, ով հենց նոր բացահայտել էր իր արհեստի ամենամեծ գաղտնիքը։ Նա մոտեցավ վանականին, որը նստել էր պարսպի մոտ և հանգիստ աղոթում էր։ «Հայր սուրբ», ասաց Գևորգը, «շնորհակալ եմ»։ Վանականը բարձրացրեց գլուխը և ժպտաց, կարծես գիտեր, թե ինչ է կատարվել Գևորգի հոգում։ «Աստծուն շնորհակալ եղիր, որդիս, նա է, որ բացում է մեր աչքերը»։ Գևորգը վերադարձավ տուն ուշ գիշերով։ Անահիտն ու Վարդանը անհանգիստ սպասում էին նրան։ Նրանք տեսան, որ նա փոխվել է։ Նրա դեմքին հանգստություն կար, իսկ աչքերում մի նոր լույս։ Նա նստեց նրանց հետ սեղանի շուրջ և ասաց. «Ես գտա պատասխանը, ես գիտեմ, թե ինչ պետք է անենք»։ Նա չբացատրեց, թե ինչ է տեսել, բայց նրա ձայնի մեջ այնպիսի համոզմունք կար, որ նույնիսկ Վարդանը, որը միշտ թերահավատ էր, լուռ լսում էր։ Մենք այլևս չենք պայքարելու Տիգրանի դեմ, մենք չենք փորձելու նրան հաղթել կամ փոխել։ Մենք պարզապես կշարունակենք անել այն, ինչ միշտ արել ենք։ Բայց այսուհետ մենք դա կանենք ոչ թե մեզ պաշտպանելու, այլ Աստծուն փառաբանելու համար։ Նրա խոսքերը տարօրինակ էին հնչում, բայց դրանց մեջ մի նոր ուժ կար, մի ուժ, որը ծնվել է ոչ թե զայրույթից, այլ խորը, հանգիստ իմաստությունից։ Հաջորդ առավոտ Գևորգը արթնացավ ոչ թե ծանրության զգացումով, այլ մի նոր, անսպասելի թեթևությամբ։ Նա հավաքեց իր ընտանիքին, Անահիտին, Վարդանին, ինչպես նաև կանչեց իր եղբորը, Լևոնին, որը եկավ դժկամությամբ, կարծելով, թե կրկին լսելու է անիմաստ քարոզներ։ Նրանք նստեցին արհեստանոցում, կիսատ խաչքարերի և քարի փոշու մեջ։ Գևորգի դեմքը հանգիստ էր, բայց աչքերում մի վճռական կրակ էր վառվում, որը զարմացրեց բոլորին։ Նա չսկսեց ավետարանից մեջբերումներ անել կամ բացատրել իր հոգևոր ապրումները։ Փոխարենը նա սեղանին փռեց մի հին քարտեզ, որի վրա նշված էր իրենց թառամասը։ «Ես որոշել եմ, թե ինչ ենք անելու», ասաց նա հստակ ձայնով։ «Մենք այլևս չենք պայքարելու Տիգրանի դեմ։ Մենք նրան կտանք այն, ինչ նա ուզում է, բայց ոչ այնպես, ինչպես նա է պատկերացնում»։ Լևոնը քմծիցաղ տվեց։ «Այսինքն հանձնվում ես, վերջապես խելքի եկար»։ Գևորգը նայեց նրան առանց զայրույթի։ «Ոչ։ Տիգրանը ուզում է վերցնել մեր հողը, որպեսզի այստեղ կառուցի շքեղ բնակելի շենք իր հարուստ հաճախորդների համար։ Իսկ մենք հենց այստեղ, նրա քթի տակ, մեր արհեստանոցի հարևանությամբ գտնվող այս լքված հողակտորի վրա կսկսենք վերականգնել հին, մոռացված Սուրբ Գևորգ մատուղը, անվճար։ Մենք կօգտագործենք մեր ողջ վարպետությունը, մեր ողջ ուժը։ Մենք նրա շահույթի վայրը կվերածենք համընդհանուր աղոթքի վայրի։ Նա մեզ վրա քարեր է նետում, իսկ մենք այդ քարերով տաճար կկառուցենք»։ Արհեստանոցում մի պահ խորը լռություն տիրեց։ Առաջինը խոսեց Լևոնը, բարձրաձայն ծիծաղելով. «Դու խելագարվել ես, եղբայր, լիովին, մատուռ, ում է պետք քո մատուռը, դու գումար չունես, մարդ չունես, իսկ Տիգրանը քեզ կծիծաղի դեմքիդ և կշարունակի իր գործը, սա ամենաանմիտ գաղափարն է, որ երբևէ լսել եմ»։
Վարդանը շփոթված էր, նա նայում էր հորը, ապա հորեղբայրը, չիմանալով ում կողմը բռնի։ Այս գաղափարը նրան էլ էր անհեթեթ թվում, բայց հոր աչքերում նա տեսնում էր մի բան, վաղուց չէր տեսել։ Այդ պահին Անահիտը, որը լուռ մսում էր, վեր կացավ, մոտեցավ Գևորգին և վերցրեց նրա ձեռքը։ Նրա աչքերը փայլում էին։ Երկար ամիսների կասկածներից ու վախերից հետո նա առաջին անգամ հանգիստ ու վստահ ձայնով ասաց. Ես քեզ հետ եմ, Գևորգ։ Նրա այս խոսքերը փոխեցին ամեն ինչ։ Լևոնը, տեսնելով, որ իր խոսքերը ազդեցություն չեն ունենում, զայրացած թափ տվեց ձեռքը։ Արա, ինչ ուզում ես, բայց երբ Տիգրանը քեզ հողին հավասարեցնի, ինձնից օգնություն չխնդրես։ Նա դուռը շրխկացնելով դուրս եկավ։ Վարդանը, տեսնելով մոր վճռականությունը, մի քանի վայրկյան տատանվելուց հետո մոտեցավ և կանգնեց ծնողների կողքին։ Ես էլ եմ ձեզ հետ, ասաց նա, թեև դեռ լիովին չէր հասկանում, թե ինչի մեջ է ներքաշվում։ Այդ օրը ընտանիքը վերջնականապես բաժանվեց, բայց միևնույն ժամանակ նրա փոքրիկ, բայց ամուր միջուկը վերամիավորվեց մի նոր անհավանական թվացող նպատակի շուրջ։ Գևորգի որոշման մասին լուրը արագորեն տարածվեց։ Հաջորդ կիրակի պատարագից հետո Տեր Դավիթը նրան մի կողմ կանչեց։ Լսեցի քո մտադրության մասին, Գևորգ, շատերը դա խելագարություն են համարում։ Նույնիսկ եկեղեցական խորհրդի որոշ անդամներ մտահոգված են, որ դու ավելի ես սրում իրավիճակը Տիգրանի հետ։ Գևորգը հանգիստ նայեց քահանային։ Տեր հայր, իսկ Քրիստոսը, երբ ասում էր սիրել թշնամիներին և մյուս թուշը դարձնել, խելամիտ բան էր ասում աշխարհի տեսանկյունից։ Ես հասկացել եմ, որ իմ գործը ոչ թե Տիգրանին հաղթելն է, այլ Աստծուն ծառայելը։ Եթե նա քանդի իմ արհեստանոցը, թող քանդի, բայց մինչ այդ ես կօգտագործեմ ինձ տրված շնորհը Աստծո տունը վերականգնելու համար։ Տեր Դավիթի աչքերում հիացմունքի կայծ երևաց։ Դու գտել ես ճիշտ ճանապարհը, որդիս։ Աշխարհը կհամարի քեզ պարտված, բայց Աստծո աչքում դու հաղթող կլինես։ Ես քեզ հետ եմ, ինչով կարողանամ կօգնեմ։ Այդ օրվանից սկսվեց մի անհավանական շարժում։ Գևորգը, Անահիտը և Վարդանը սկսեցին մաքրել լքված մատուռի տարածքը։ Սկզբում նրանք մենակ էին։ Հարևանները, որոնք դեռևս Տիգրանի տարածած ստի ազդեցության տակ էին, հեռվից թերահավատորեն հետևում էին։ Ոմանք նույնիսկ ծաղրում էին նրանց, բայց շուտով տեղի ունեցավ անսպասելին։ Մի օր, երբ Գևորգը փորձում էր տեղաշարժել մի ծանր քար, նրան մոտեցավ Պապի կասատուրը, այն նույն պանիր վաճառողը, որը շուկայում երես էր թեքել Անահիտից։ Նա լուր կանգնեց մի պահ, ապա առանց որևէ բառ ասելու մյուս կողմից բռնեց քարը և օգնեց Գևորգին։ «Ներիր ինձ տղաս», ասաց նա խռպոտ ձայնով։ Մենք սխալ էինք։ Մենք հավատացինք ստին, որովհետև դա ավելի հեշտ էր, բայց տեսնելով, թե դու ինչ ես անում, ամաչեցի իմ թուլությունից։ Այդ օրվանից Պապի կասատուրը դարձավ նրանց առաջին օգնականը։ Նրա օրինակին հետևեցին մյուսները։ Սկզբում 1-2 հոգի, հետո մի ամբողջ խումբ։ Նրանք, ովքեր երեկ վախենում էին անգամ բարևել Գևորգին, այսօր գալիս էին իրենց գործիքներով, օգնելու։ Վարդանի ընկերները, որոնք պատրաստ էին վրեժ լուծել, այժմ իրենց երիտասարդական երանդը ուղղում էին դեպի շինարարություն։ Տիգրանի նետած զրպարտության քարը, փոխանակ քանդելու Գևորգի ընտանիքը, սկսեց կառուցել մի նոր համայնք, հիմնված ոչ թե վախի, այլ ընդհանուր բարի գործի վրա։ Գևորգը հասկացավ, որ Քրիստոսի իմաստությունը ոչ միայն փոխել էր իրեն, այլև սկսել էր անտեսանելի կերպով փոխել իր շուրջը գտնվող աշխարհը։ Մատուրի վերականգնման աշխատանքները սկսվելուն պես շինհրապարակը վերածվեց իսկական մարտադաշտի, բայց ոչ թե ֆիզիկական, այլ հոգևոր։ Գևորգը և նրա փոքրաթիվ համախոհները, Պապի կասատուրը, Վարդանը իր մի քանի ընկերների հետ և մի քանի հարևաններ, որոնք վերջապես հաղթահարել էին իրենց վախը, սկսեցին դնել մատուրի առաջին քարերը։ Նրանք աշխատում էին լուռ, կենտրոնացած, կարծես յուրաքանչյուր քարի հետ դնում էին իրենց հավատքի մի մասնիկը։ Սակայն Տիգրանը երկար սպասեցնել չտվեց։ Մի քանի օր անց շինհրապարակի մոտ կանգ առան նրա սև ամենագնացները։ Նրանից դուրս եկան մի քանի կոպիտ, մկանուտ տղաներ։ Նրանք ֆիզիկակապես ձեռք չէին տալիս Գևորգին կամ նրա մարդկանց, բայց սկսեցին հոգեբանական ճնշման մի անողոք արշավ։ Նրանք իրենց մեքենաներից ամբողջ հզորությամբ միացնում էին ճչացող երաժշտություն, խլացնելով շրջապատի բոլոր ձայները և անհնարին դարձնելով շփումը։ Նրանք մատուրի տարածքի հարևանությամբ սկսեցին բերել և թափել շինարարական աղտ, ստեղծելով մի զզվելի աղբանոց։
Նրանք անընդհատ վիրավորական արտահայտություններ էին բացականչում, ծաղրելով Գևորգի սրբությունը և նրա ընկերների միամտությունը։ Այս ամենը նպատակ ուներ կոտրելու նրանց ոգին, ստիպելու նրանց հանձնվել։ Բայց Գևորգը, որը գտել էր իր ներքին հենարանը, այլևս նախկինը չէր։ Նա իր մարդկանց հանձնարարեց չպատասխանել, չնայել անգամ նրանց կողմը։ Յուրաքանչյուր վիրավորանքի, յուրաքանչյուր աղմկոտ երգի դիմաց Գևորգը ևս մեկ քար էր դնում մատուռի պատին։ Նրան հանգստությունը և անսասան վճռականությունը սկսեցին ունենալ անսպասելի ազդեցություն։ Տիգրանի մարդկանց ագրեսիան, չհանդիպելով պատասխան ագրեսիայի, կարծես կորցնում էր իր ուժը և դառնում զուտ անիմաստ աղմուկ։ Գևորգը վերցնում էր նրանց ատելության էներգիան և այն ուղղում էր դեպի պատի կառուցումը։ Նրա շարժումները դառնում էին ավելի վստահ, նրա մուրճի հարվածները ավելի դիպուկ։ Նա պայքարում էր ոչ թե բարկությամբ, այլ արարմամբ։ Այս տեսարանը մի բուռ մարդկանց լուռ, համառ աշխատանքը աղմուկի և ատելության մեջ սկսեց գրավել թաղամասի մյուս բնակիչների ուշադրությունը։ Նրանք, ովքեր մինչ այդ վախից պատուհանների հետևում էին թաքնվում, սկսեցին դուրս գալ։ Մի օր, երբ Տիգրանի մարդկանց ճնշումը հասել էր իր գագաթնակետին, տեղի ունեցավ մի բան, որը փոխեց ուժերի հարաբերակցությունը։ Գևորգի եղբայրը Լևոնը, որը մինչ այդ կողմից հետևում էր իրադարձություններին, համոզված լինելով, որ եղբայրը կձախողվի, եկավ շինհրապարակ։ Նա տեսավ, թե ինչպես են Տիգրանի տղաները շրջապատել Վարդանին և սպառնալից խոսքեր ասում նրան։ Լևոնի արյան մեջ ինչ-որ բան պայթեց։ Նա, որ միշտ խոսում էր ուժի լեզվով, առաջին անգամ տեսավ, թե ինչ է իրական ուժը։ Դա ոչ թե բռունցքն էր, այլ իր եղբոր հանգիստ հայացքը, որը շարունակում էր քար դնել պատին, չնայած իր որդուն ուղղված սպառնալիքներին։ Լևոնը մոտեցավ ոչ թե Տիգրանի մարդկանց, այլ Գևորգին։ Նա վերցրեց մի ծանր քար և առանց որևէ բառ ասելու դրեց այն եղբոր մատնանշած տեղում։ «Ես քեզ զգուշացրել էի, որ օգնություն չխնդրես», ասաց նա ցածր ձայնով, «բայց դու չխնդրեցիր, ես ինքս եմ եկել»։ Այդ պահից սկսած հակամարտությունը դարձավ հրապարակային։ Լևոնի միանալը խորհրդանշական էր։ Թաղամասի մյուս տղամարդիկ, տեսնելով, որ երկու եղբայրները միասին են, սկսեցին մեկը մյուսի հետևից միանալ նրանց։ 10 հոգի, հետո 20, հետո ավելին։ Շուտով մատուռի շինարարությունը դարձավ համաթաղամասային գործ։ Կանայք սկսեցին ուտելիք և ջուր բերել աշխատողների համար, անգամ երեխաները օգնում էին, փոքր քարեր տանելով։ Տիգրանի ճնշումը շարունակվում էր, բայց այժմ այն ուղղված էր ոչ թե մի բուռ մարդկանց, այլ մի ամբողջ համայնքի դեմ։ Գևորգի նոր ռազմավարությունը սկսեց տալ անսպասելի պտուղներ։ Նա ոչ միայն չեզոքացրեց Տիգրանի ագրեսիան, այլև այն վերածեց իրենց միավորող ուժի։ Որքան շատ էին Տիգրանի մարդիկ աղմկում, այնքան ավելի շատ մարդ էր հավաքվում մատուռի շուրջ ի նշան համերաշխության։ Մի երեկո, երբ աշխատանքն ավարտվել էր, Տեր Դավիթը եկավ շինհրապարակ։ Նա նայում էր մատուռի արդեն բարձրացող պատերին և ժպտում էր։ «Դու տեսնում ես, Գևորգ», ասաց նա, «դու ոչ միայն մատուռ ես կառուցում, դու կենդանի եկեղեցի ես կառուցում, դու մարդկանց սրտերն ես միավորում»։ Գևորգը նայեց իր շուրջը։ Նա տեսնում էր, թե ինչպես են մարդիկ, որոնք երեկ միմյանց հետ թշնամի էին, այսօր միասին աշխատում, կատակում, կիսում իրենց հացը։ Նա հասկացավ, որ Քրիստոսի խորհրդի ակտիվ կիրառումը ոչ միայն փոխել էր իրավիճակը, այլև բժշկում էր համայնքի վերքերը։ Նա վերցրել էր թշնամու կողմից իր դեմ ուղղված զենքը և դրանով կառուցում էր մի բան, որը շատ ավելի ամուր էր, քան ցանկացած քարե շինություն։ Նա կառուցում էր հավատքի և միասնության ամրոց։ Մի քանի շաբաթ անց, երբ մատուռի պատերն արդեն հասնում էին մարդու հասակին, իսկ համայնքի ոգին ամուր էր ինչպես երբեք, Տիգրանը հասկացավ, որ կորցնում է վերահսկողությունը։ Նրա հոգեբանական ճնշումը ոչ միայն չէր կոտրել Գևորգին, այլև նրա դեմ էր հանել մի ամբողջ թաղամաս։ Զայրույթից կուրացած, նա որոշեց դիմել վերջին վճռական քայլին։ Մի առավոտ նա անձամբ եկավ շինհրապարակ, բայց այս անգամ ոչ թե իր տղաների հետ, այլ միայնակ։ Նա իր հսկա ամենագնացը կանգնեցրեց հենց մատուռի մուտքի մոտ, փակելով ճանապարհը։ Նա դուրս եկավ մեքենայից և ուղիղ քայլեց դեպի Գևորգը, որ այդ պահին մի մեծ քար էր տաշում։ Շինհրապարակում տիրող աշխույժ աղմուկը մի պահում լռեց։ Բոլորը սառեցին, զգալով, որ սա գագաթնակետն է։ Տիգրանի դեմքը քարի պես անթափանց էր, աչքերում սառը կրակ։ Նա կանգնեց Գևորգի դիմաց, այնքան մոտ, որ նրանց շունչը խառնվեց իրար։ Գևորգը չշարժվեց, նա չիջեցրեց հայացքը։ Նա հանգիստ նայում էր Տիգրանի աչքերի մեջ, առանց վախի, առանց ատելության, այլ մի խորը։
անսպասելի տխրությամբ։ Երկար լռությունից հետո, որը թվում էր հավերժություն, Գևորգը խոսեց։ Նրա ձայնը հանգիստ էր, բայց հնչում էր ամբողջ հրապարակում։ «Ես գիտեմ, որ դուք այս թաղամասում եք մեծացել», ասաց նա։ «Ես մի քանի օր առաջ իմացա, որ ձեր հայրը, վարպետ Հակոբը և մայրը տիկին Սաթենիկը թաղված են մեր հին գերեզմանատանը։ Այս մատուռը մենք կառուցում ենք նաև նրանց հիշատակին»։ Այս խոսքերից հետո Գևորգը ձեռքը մեկնեց և Տիգրանին տվեց մի փոքրիկ, հարթ տաշված քար, որի վրա նուրբ փորագրված էր մի խաչ. «Սա ձեռն է, դրեք առաջինը»։ Այդ պահին տեղի ունեցավ անհավանականը։ Տիգրանի դեմքի քարե դիմակը սկսեց ճաքճքել։ Նրա աչքերում միակնթարթ երևաց ոչ թե կառուցապատողի կոշտությունը, այլ մի մոլորված, տառապող տղայի ցավը։ Նա նայեց իր ձեռքի քարին, ապա Գևորգին։ Նրա շուրթերը շարժվեցին, կարծես ուզում էր ինչ-որ բան ասել, բայց ոչ մի ձայն դուրս չեկավ։ Նա մի քանի վայրկյան կանգնեց այդպես, ամբողջ աշխարհից կտրված, իր ներքին պայքարի մեջ։ Հետո, առանց որևէ բառ ասելու, նա կտրուկ շրջվեց, նստեց իր մեքենան և մեծ արագությամբ հեռացավ։ Նա չդրեց քարը, բայց և չնետեց այն։ Նա պարզապես հեռացավ, իր հետ տանելով այդ փոքրիկ քարն ու Գևորգի խոսքերի անսպասելի հարվածը։ Այդ օրվանից հետո Տիգրանն այլևս չհայտնվեց։ Նրա մեքենաները, աղմուկն ու աղբը անհետացան։ Մի քանի շաբաթ անց նրա շինարարական վահանակները հանվեցին և թաղամասում խաղաղություն տիրեց։ Մատուռի շինարարությունը շարունակվեց նոր թափով։ Մի քանի ամիս անց Սուրբ Գևորգ մատուռը կանգնած էր, գեղեցիկ ու պարզ, որպես համայնքի միասնության և հավատքի խորհրդանիշ։ Գևորգի արհեստանոցը ոչ միայն փրկվեց, այլև ծաղկում էր։ Մատուռի համար արված խաչքարերի համբավը տարածվել էր ամբողջ քաղաքով, և պատվերները գալիս էին անընդհատ։ Բայց ամենակարևոր փոփոխությունը տեղի էր ունեցել մարդկանց սրտերում։ Մի օր, երբ Գևորգը աշխատում էր արհեստանոցում, նրա մոտ եկավ Լևոնը։ Նա այլևս չէր խոսում ուժի և փողի մասին։ Նա լուռ վերցրեց գործիքները և սկսեց օգնել եղբորը, քարը տաշելով։ Նրանց միջև խոսքեր պետք չէին, այդ լռության մեջ կար և ներողություն, և հարգանք, և երկու եղբայրների վերագտնված կապը։ Գևորգի ընտանիքը վերամիավորվել էր, համայնքը բժշկվել։ Իսկ ատելության համար նախատեսված հողի վրա այժմ կանգնած էր մի տաճար, որը վկայում էր սիրո հաղթանակի մասին։ Սիրելի եղբայրներ և քույրեր, Գևորգի պատմությունը մեզ սովորեցնում է մի կարևոր դաս. Քրիստոսի խորհուրդը սիրել թշնամուն ոչ թե պարտվողի փիլիսոփայություն է, այլ հաղթողի ռազմավարություն։ Դա մեզ կոչ է անում վերցնել մեր դեմ ուղղված չարիքի էներգիան և այն վերափոխել ստեղծագործ ուժի։ Գևորգը կարող էր պատասխանել ատելությանը ատելությամբ, բայց նա ընտրեց կառուցելու ճանապարհը։ Եվ այդ ընտրությունը ոչ միայն փրկեց նրա արհեստանոցը, այլև վերափոխեց իր շուրջը գտնվող աշխարհը։ Այսօր մենք բոլորս մեր կյանքում ունենք մեր Տիգրաններին՝ անարդարություն, վիրավորանք, թշնամանք։ Հարց այն է, թե մենք ինչ ենք անում նրանց կողմից նետված քարերի հետ։ Թույլ ենք տալիս, որ դրանք մեզ վիրավորեն ու կործանեն, թե վերցնում ենք դրանք և դրանցով կառուցում մեր կյանքի տաճարը։ Կիսվեք մեկնաբանություններում, թե ինչպես կկիրառեիք Հիսուսի այս խորհուրդը ձեր կյանքում։ Ինչ քարեր են նետվել ձեր ուղղությամբ, և ինչպես կարող եք դրանք վերածել շինանյութի։ Թող այս պատմությունը մեզ համար ոգեշնչում լինի, լինելու ոչ թե չարի զոհեր, այլ բարու վարպետներ։ Քրիստոսը մեզ հետ։